անկեղծ հանդիպեցի, այցելեցի մեկ գերու, նախկին գերու, Վիգենին, եւ պարզապես ուզում էի տեսնել առողջությունը ինչպես է, ինչ տրամադրություն ունի եւ փոքր նաեւ իրենից ոգեշնչվել, ես էլ իրեն ոգեշնչեմ եւ այդքան է։ Ինչ էր պատմում, ինչպես է զգում իրեն։ Առողջական խնդիր ունի, մեջքի դիսկի պրոբլեմ ունի եւ վիզն էլ այսպես ֆիքսատորի մեջ է։ Այսօր ունի առողջական խնդիր ունի, դա երևի այդպես հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է, ուզում է մնալ Հայաստանում, որը շատ կարևոր է։ Այդքանը պատմելուց գիտեք, տենց չեմ կարող, չեմ էլ մտել այդ թեմայի մեջ, ով տենց օպերատիվ տեղեկություններ չեմ ստացել, դա իմը չի, ինքը հատուկ գտնվում է մեր պաշտպանության նախարարության քննչականում, որպեսզի հենց իրենք զբաղվեն դրանով, հետեւաբար այդ հարցը իրենց տվեք, բայց ընդհանուր առմամբ պարզապես ես շատ ուրախ եմ, որ հանձինս Վիգենին նաև 3 այլ մեր հայրենակիցներ, քաղաքացիներ վերադարձել են Հայաստան եւ ազատության մեջ են։ Հարազատների հետ արդեն հանդիպել է։ Հարազատի հետ տիկնոջ հետ կհանդիպի հաջորդ 1 ժամվա ընթացքում։ Հիմա պետք է իրենք դատա առողջական հետազոտություն անցնեն, որից հետո արդեն ավելի բնականon կյանքի կվերադառնան։ Բայց հիմա շարունակվում է հարցակցությունը, թե արդեն ավարտվել է։ Շարունակվում է, բայց գիտեք հարցակցություն ասելը մի քիչ տենց լայն երևույթ է, թե օրինակ ես էի հանդիպում, մարդու իրավունքների պաշտպանն է հանդիպում եւ այլն, այսինքն այդ քննչական մասը իմ կարծիքով ավարտված է, ինչքան որ ես հասկացա, դեռ առողջական է կա։ Պարոն Սինանյան, ոնց հասկանում եմ առավոտվանից, վաղ առավոտից է այստեղ գտնվում, պարոն Վիգենը, կարող եք ասել արդեն քանի ժամ է, որը շենքում է։ Չգիտեմ, թե չեմ։ Չէ, վաղ առավոտվանից չէ, առավոտվանից է ճիշտ, բայց վաղ առավոտվանից չի կարծեմ, բայց կոնկրետ ժամերը չգիտեմ, թե չէ։ Իսկ տիկնոջ հետ արդեն խոսել եք, ինքը կարծեմ ուզում էր, որ միանգամից Լիբանան մեկնեն։ Տիկնոջ հետ անձամբ չեմ խոսել, ուրիշներն են խոսել ինձ համար, տիկնոջ հետ, ինքը այո, մտադիր է Լիբանան մեկնել, բայց կարծես Վիգենը այլ մտադրություններ ուներ։ Բայց դա իրենց ընտանեկան հարցերն են։